Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեկի հետ միասին մենք ձեր ուշադրության ենք ներկայացնում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Մասյացյոտ թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սրբազանը պարապ մնացել ու դարձել է թափառական հարցազրույց տվող եւ կարճ ժամանակահատվածում երևի հավանել է Ղազարյան versus Ղազարյանի մեր մշակումը որոշել է երկրորդ անգամ գա Պետրոսի մոտ հյուր, որպեսզի երկրորդ անգամ նաև հայտնվի մեր տեսադաշտում։ Երևի ինքն էլ է սիրում այս հաղորդումը։ Դե բարի վայելում Գևորգ Սրբազանին եւ իհարկե մեր սիրելի հեռուստադիտողներին։ Մշակվում է Գևորգ Սրբազան։ Բաժանորդագրվեք Անտիֆեկի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք Մասյացոտ թեմի առաջնորդ հայ-առաքելական եկեղեցու Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Բարեկո Սրբազան, շնորհակալություն հավելել ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Պետրոս այդ Մասյացոտն անունը սովորելու խաթր դու երկրորդ անգամ սրան կանչել ես հարցազրույցի։ Արել ես թեմի առաջնորդը չի, հանել են սրան գործից, ուշացար արդեն։ Պետք է սա գործեն, հա, տենց, հա, սաղ տեղեկությունները, դա տենց կիսատ, պրատ, ուշացած, անորեն, հանել են, ես թեմի առաջնորդը չի։ Ես նա մովա։ Գևորգ Սրբազանն է, Գևորգ Սարոյանը, էլ ի՞նչ թեմի առաջնորդ։ Դե որը տենց, հա, դու էլ ասա, ես այսօր եկել եմ ոչ թե հանրային հեռուստաընկերություն, այլ եկել եմ կենտրոն հեռուստաընկերություն եւ հարցազրույց եմ տալի Բարգավաճի Պետրոսին։ Դե որ ինքը քեզ ասում է Մասյացոտ թեմի առաջնորդ քեզ հանելուց։ Դե իրա 5 գործով իրան ասա։ Ասա ես այսօր եկել եմ կենտրոն հեռուստաընկերության Պետրոսին հարցազրույց տալու, ծրարով փողնել հետս բերել եմ։ Առես քու փողը, ես էլ քու հարցերը, դավայ, գնացինք։ Հարցերը դու գոնե ասա որ քեզ հանել են նրա։ Մենք բնականաբար կքննարկենք այսօր հարցը, որ ձեզ հեռացրել են աշխատանքից, դուք չեք հեռանում, սա քննարկման առարկա է, բայց նախքան դրան հասնելը դուք գիտեք, որ ռուսական ալիքների հերոս Սոլովյովը հայտարարեց, որ ճիշտ կլինի, որ Ռուսաստանը մեր նկատմամբ նույնպես սկսի այնպիսի գործողություններ, հատուկ օպերացիա, ինչպես Ուկրաինայի նկատմամբ, հարձակվի մեր վրա։ Եվ ես ակնկալում եմ, որ մեր եկեղեցին ինչ-որ մարդ, պաշտոնական, ինչ-որ վերաբերմունք ցույց կտա, հա, որովհետև այլ հարցերում շատ արագ այստեղ գնում է երկրի վրա հարձակվելու մասին եւ լռություն։ Ինչու՞։ Հարցնեմ իրանց։ Հարցը ուղիղ հասցեա տիրոջը։ Պետրոս, ես զարմանում եմ էլի քո վրա։ Լսի, Սալավյովը ռուսական հեռուստաընկերության Պետրոսն է։ Ասենք ոնց որ դու մեր Պետրոսն ես, իրանց Պետրոսն էլ Սալավյովն է։ Հիմա ասենք որ դու ապուշություններ ես դուրս տալի, ենթադրենք։ Պիտի ռուս ուղղափառ եկեղեցին անպայման քո Հայաստանի հեռուստատեսությունից դուրս տված ապուշություններին արձագանքի, հայտարարություններ պիտի անի։ Հələ ոչ մի անգամ չի արել, չէ՞։ Ես չեմ լսել որ արածել եմ։ Այդքան ապուշություն դուրս տվել, մի անգամը չի ելել։ Բայց եթե Սալավյովը ընդե է ապուշություն դուրս տալի, մեր եկեղեցին ինչի պիտի դրա դուրս տված ապուշություններին արձագանքի։ Հետո ասում ես արա, եկեղեցին ինչի է քաղաքականությամբ զբաղվում։ Հիմա էլ ասում ես եկեղեցին ինչի քաղաքականությամբ չի զբաղվում։ Սալավյովն ընդից բան ասել, մեր եկեղեցին ինչի չի արձագանքում։ Վերջը քո ուզածն ինչ է, արա, դու հասկանում ես, վերջը քո ուզածն ինչ է, Պետրոս։ Քեզնից ինչ են ուզում, դու մեզնից ինչ ես ուզում, այս խեղճ անճարից ինչ ես ուզում, արա լսրան նայ, արա սրա վրա հալ չկա, արա, դրա մարդ կես կիլո բանարան դե։ Անչես սրան ինչ կա, նայես կի շատ է իմանում Սալավյովն ինչ է, հեռուստատեսությունն ինչ է, նա իրա դու լա ծիծաղում ես, արա, դրա մեջ ինչ կար ծիծաղելու, համ որ ծիծաղել։ Կարող է ինչ դարել ես քպես սկսել ես են Արտուր Հովանեսյանի, են Վիլեն Գաբրելյանի, են Կարեն Սարոխանյանի հետ ընկերություն անել, բան անել, արա։ Դες բաներ ես անում դրանց հետ։ Ხო չես ուռը, արա։ Բան չես ծիծաղում, հենց էլ այստեղ են չես ծիծաղում։ Գործ չունես,
Խելքը չտաս արա հանկարծ սրա նրա խելքին։ Սիգարեցդ բացի ուրիշ բան չծխես, ինչին սովորես էդ էլ արա։ Չանես դες բան։ Անտեղի մի ծիծաղ, եկա մարդ ես արա։ Հենց ծիծաղելու բան էլի ես քեզ կասեմ կծիծաղես։ Էլա։ Դե ես վախենամ որ այդ հարցի ժամանակը լուր մնան։ Հիմա գանք բուն թեմային։ Տեսեք, ընդդիմախոսները ասում են դուք ասում եք կաթողիկոսը վատն է։ Մեկ ասում է լավն է։ Ընդունենք շատ վատն է։ Բայց ձեզ հեռացնելը իր իրավասության ներքո է։ Ինչ կապ ունի ինքը վատն է, շատ վատն է, թե ահավոր վատն է։ Դա իր իրավասությունն է եւ նա օգտվել է իր իրավասությունից։ Ինչու դուք չեք ընդունում այդ իրավասությունը։ Հետո ինչ որ նա ըստ ձեզ վատն է։ Շատ լավ, այստեղ լավի վատի հարց չի քննարկվում։ Պիտի վերադառնանք հարցի պատմության մեկնակետին, թե ինչպես սկսվեց այս խնդիրը հայ եկեղեցու կյանքում։ Նորից պիտի հիշեցնեմ Արշակ arczepiskopos Խաչատրյանի վերաբերյալ տարածված անպարկեշտ բնույթի տեսանյութերի մասին։ Մի րոպե, չէ, սպասի։ Լսի, այս վերջերս ես քո մասին խոսել եմ, ասել եմ, կարծիք եմ հայտնել, որ դու ապուշ չես։ Ու այդ դավաճանությունը, տիրադավությունը, որ անում ես, դա ոչ թե ապուշության հետևանք է, այլ գիտակցված դավաճանություն է, գիտակցված տիրը։ Հիմա դու ինձ խայտարակ ես անելու արա։ Այսինքն հիմա դու ինձ ես անելու, որ ստասի, որ ես սխալ եմ ասել, հա? Որ դու ապուշ ես, հա? Չես լսում Պետրոսը ինչ է հարցնում։ Պետրոսը հարցնում ասում է, քեզ կաթողիկոսը ազատել է թեմի առաջնորդի պարտականություններից։ Հիմա լավա, վատա, ինչա դա տենց է։ Դրա մասին պիտի խոսես։ Արշակ Սրբազանի տեսանյութը քեզ թեմի առաջնորդի պարտականություններից հանելու հետ ինչ կապ ունի։ Պետրոսի հարցին։ Բրդի Պետրոս, արա, էլի բանը։ Սրա սվեչաները ոնց որ թրջել է սվերջաներդ։ Ուզում ես չորացրու դիրտեղը նոր պատասխանի Պետրոսի հարցին։ Որոնք հայտնվեցին համացանցում, թեպետև դրանց առաջ ուղարկվել էին եպիսկոպոսների հեռախոսներին, հետո հայտնվեցին Telegram-ում։ Այսինքն դուք նախորդ գիտեիք։ Այո, միջև կարծում եմ միջև մասսայական հրապարակում։ Հանրային, այո, հրապարակումը դրանց առաջ ուղարկվել էր եպիսկոպոսների հեռախոսներին, հետո ինչ որ Telegram-յան ալիքում հայտնվեց եւ արդեն մեդիա դաշտում էր որոշ ժամանակ անց։ Եվ մենք այստեղ գործ ունեինք սկանդալի հետ։ Լավ, չեղավ, չէ, Պետրոս բան է, սա adekvat չի։ Պաստորեն տենց էլ չի ստացվում, հա, քո մոտ։ Ես խայտարակել եմ էլի։ Հա, ես էլ ասում եմ, ապուշ չի ես մարդը։ Գիտակցված է անում էլ։ Խայտարակել եմ էլ։ Ես հələ տես չէի սխալվել։ Ես հələ տես չէի, պարզում է, չէ, ես եմ սխալվել։ Պարզ հարցը տալիս է, նա լրիվ ուրիշ բաներից է պատասխանում։ Հələ մենք հիշենք, թե այդ ամեն ինչը երբանից է սկսվում։ Ուրիշ հարց դու Պետրոս։ Սրա վիճակը գնալով վատանում է։ Այսինքն ինչ ուզում ես արա, կարևորը կաթողիկոսի հետ համաձայն եղի։ Այո, այդպես է։ Եթե համաձայն ես, կարաս այդպես է ստասում։ Դե երկրային հաճույքներ վայելես։ Այդպես է ստասում։ Ուրեմն մինչև այս դեպքերը Այսինքն ոնց այդպես է ստասում, այսինքն մինչև հիմա դու երկրային հաճույքներ ես վայելել։ Մեկը ես իմ ինչ երկրային հաճույքներ ա վայելում, մեկը ես իմ ինչ բենտլիներ ա վայելում, մեկը ես իմ ինչ գեսեր ա վայելում, հետո բռնվում եք, ելնում եք տիրադավ։ Բայց այն ժամանակ չէի խոսում դրա մասին։ Հիմա արդեն բռնվել եք։ Պիտի խոսակ։ ոչ մեկ ինձ դժգոհ չէր բողոքում որևէ քահանա, որ ես բռնաճնշման եմ բռնություններ եմ կիրառում։ Մեկ էլ պարզվեց, որ ես բռնությունների եմ ենթարկվում։ Ու ամենահետաքրքիր գիտեք որն է, որ այստեղ նույնպես հակականոնական մոտեցում է որդեգրվել։ Իմ մեջքի հետևից քահանաներին կանչում են, հա, տրամադրություններ են ստեղծում, ասեմ ավելին, երբ որ սկսվեց այս ամեն ինչը, քահանաներից մեկին, որը ծառայում է առաջնորդ հրանում, հրահանգ է տրվել, տեսեք ինչ կգտնեք,
կոմպրոմատային Սրբազանի վրա, որ ցույց կտա նրա կապերը այս իշխանությունների հետ։ Մի րոպե։ Այսինքն այդ որ քահանաներ ասում ես քո մեջքի հետևից ինչ-որ բան են անում, դա հակականոնական է։ Բայց երբ որ դու εμյուս տիրադավ սրբազաներով վեհապար հայրապետի մեջքի հետևից եք ինչ-որ բաներ անում, մեջքի հետևից ո՞րն է, ցավտանում, գնում եք Նիկոլի մոտ, իր գրասենյակ, առանձնատուն են չեք գնաց, այն իր ընտանիքի անդամների համար է նախատեսված, այն իր կեցավայրն է, ինքն դե շնթռնոտում է, դուք չեք գնաց այնտե։ Բայց դուք էդի ձեր ընդ գնալ էդի կանոնական, հա? Բայց ձեր մեջքի հետևից քահանաների գործունեությունը հակականոնական է։ Կոմպրոմատ պիտի, այսինքն քո վրա կոմպրոմատ չկա, պիտի նոր մանգան գտեն։ Նիկոլը հələ չի գտե, ուրիշները պիտի գտեն։ Ինչ են գտեն։ Ու գիտեք ինչ են գտել 2023 թվականին ես Սուրբ Ծնունդ եւ Զատիկ եմ շնորհավորել Արսեն Թորոսյանին, որ հիմա նախարար է։ Բայց հետո որ շնորհավորել ես Արսեն Թորոսյանը, չթքեք ու երեսին։ Լսի Արսեն Թորոսյանը աթեիստ է։ Նա աթեիստին, որ հավատացյալ չի, որ չի ընդունում Հիսուս Քրիստոսի գոյությունը։ Ու հայտարարել է դրա մասին։ Դու որպես եպիսկոպոս աթեիստին, որ Քրիստոսի գոյությունը չի ընդունում, շնորհավորում ես, ասում ես Արսեն ջան, պարոն Թորոսյան, շնորհավորում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան պայծառ լուսավոր տոնի արդիվ։ Մենակ քո գերածը չի տվեք ու կխին։ Արա դու վեապարի դեմ պայքար ես մղում, գնացել Աստծո օծյալի, գնացել ես աթեիստի Սուրբ Ծնունդն է շնորհավորում։ Արա սուլարիկ թա, էս ինչ էր է բացա, հետո էլ ասում եմ վրաս կոմպրոմատ ենք դի, պատրաստի կոմպրոմատ ես դու ուրեմն։ Ու ընկերոջ ընկեր է Արսեն Թորոսյանը, իմ ընկերոջ ընկերն է, նրա միջոցով նրան խնդրել էինք Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ կապված մի հարցեր կարգավորել։ Հա, եթե քո ընկերոջ դե ուրիշ բան Պետրոս ջան, իր լավ աղբերն է Արսեն Թորոսյանը։ Դե հիմա ինչ անենք, որ հավատացյալ չէ, դե հիմա մարդը էլի խոսող հավատացյալ չեն ելնելի։ Ուզատի իր լավ աղբոր անուշ աղբերն է։ Դրա համար էլ ասել է աղբեր ջան, ես ուրիշ բան չեմ կարել անեմ, ես մենակ քեզ կարամ, ասես լավությանը տակից դուրս գալու համար քեզ մեծ sense շնորհավորանք հղեմ։ Արա լավ էր էս բանը, մալադես Պետրոս։ Լավ էլ բերեմ բացահայտում ես, ասա։ Օրինակ այսօր որ կանչած չլերես, մենք որ ցենք իմանալու։ Չէ, դուրս գալիս ես արդեն դու։ Ձեր պատմածը ոնց որ սովետական կարգերն են եկեղեցում։ Իր ԱԱՑ-ով, ԿԿԲ-ով, հա, ուրիշ համատական ինչ է նշանակում մի բան, քթեք այն էլ գտնում նկարում է, տեսեք հեսա ինչ են։ Սա աշխատանքի ձև է։ Մենք կանոնական դաշտում կարևոր խնդիր ենք բարձրացրել։ Դուք իմ դեմ կոմպրոմատ եք փնտրում։ Այսինքն մենք եկեղեցի ենք, մենք եկեցու այդ եկեղեցի Աստվածի հետ մենք կապ չունենք այսօր։ Ես չգիտեմ մենք ինչ ենք դարձել, ինչի ենք վերածվել։ Ինչի չգիտես, բա մեռա բացատրելով ինչ է։ Վերածվել է սովորական խեղկատակի։ Բայց եթե կանոնական դաշտից դուրս ես քեզ դրել, քո հոգևոր հորը, վեապար հայրապետին դավաճանել ես, Աստծուն, եկեղեցուն մեր հավատքը դավաճանել ես, գնացել ես խելքը տվել ես Նիկոլային, ել ես Նիկոլական, ասում ես մեզ ինչի տեղ են դրել։ Ձեզի դրել են խեղկատակի տեղ։ Հեսա խաղացնի, վերջում էլ քանի կշպրտի։ Ինչա դու մտածում ես բանը, հա։ Քերոփյան վահանից դու լավն ես։ Կամ եմ մյուսներից։ Քիչ է անես շպրտե դուս։ Դավիթ Տոնոյանը իր պաշտպանության նախարարը չէր։ Դատումը է, չի անել շպրտե, դատումը։ Բայց ձեզ էլ է դատելու։ Գիտես ինչ անելու։ Կամարդ է զերը։
Այս դեպքում իմ իրավունքը պիտի պաշտպանվի, թե չէ։ Ձեր մի ասածը չի համընկնում, տեսեք, դուք ասացիք, որ կաթողիկոս ամենձև պահում է Արշակ Սրբազանին։ Չի զրկում իր կոչումիներից, բայց դուք ասում եք նա, որ կաթողիկոսն է տարածել այդ հայտնի ձայնագրությունը։ Իր հրահանգով է տարածվել, ասել եմ կրկնում։ Եթե ինքն է տարածել, հենա թող եթե դեմա, հենա թող հաներ բրծներ։ Եթե դեմա տարածում է, ապա ինչու է պահում։ Խնդրեմ։ Որ նորից ձևակերպեք հարցը։ Ինքը եթե Արշակի դեմ է, հենա պետք է միանգամից հաներ ավարտվեր, բայց չի հանում։ Որ պարագային է Արշակի դեմ։ Լսի, չես հասկանում ինչա։ Արա դու ինչ վիճակի եք, հասե Պետրոս, պատկերացնում ես Պետրոս։ Պաստորեն բանկա որ դու հասկանում ես, դու է։ Որ 20 անգամից չես, պարզ մաները որ քեզ բացատրում են 20 անգամից չես հասկանում։ Հիմա սրա վիճակը հələ պատկերացրու որ դու քո չհասկացող տեղով բան ես հասկացե։ Սրան բացատրում ես, հարցը տալիս ես, չի հասկանում։ Հələ պատկերացրու սրա վիճակը որ քու ասածը չի հասկանում։ Այն ինչքան է չհասկանալու։ Նորից ասա Պետրոս։ Դե որ տարածել է այդ կոմպրոմատը։ Հա։ Դե Արշակը, գիտեք, այդ կոմպրոմատից հետո Իրանից կախման մեջ ընկավ, որովհետև ինքը սկսեց պաշտպանել Արշակին մեզանից։ Այսպես էր ստացվում։ Հրապարակում են, մարդը պախարակվում է, հետո սկսում են այդ մարդուն մեզանից պաշտպանել։ Այդ մարդն էլ լինելով ինտրիգների հայրը, այդ ծուղակին տրվում է, ընկնում է այդ ծուղակի մեջ, սկսում է նրան պաշտպանել, կաթողիկոսին պաշտպանել։ Հասկանում եք, այսպես նախանձախնդրորեն։ Չէ, չենք հասկանում։ Արա ես խայտարակել եմ, Պետրոս գիտես քան անգամ եմ ասել որ սա ապուշ չի։ Գիտես քան անգամ խայտարակել եմ։ Լսի արա։ Հիմա դու ասում ես հասկանում եք, արա դա հասկանալու բան չի։ Դու ասում ես, որ դու եղել ես տիրադավ էմյուսների հետ միասին, որովհետև կաթողիկոսը Սրբազանին, Արշակ Սրբազանին պաշտպանում է, չէ՞։ Դրա համար, որպեսզի կաթողիկոսը չպաշտպանի Արշակ Սրբազանին, դուք ելել եք կաթողիկոսի դեմ, դա չէ՞ էլ է պատճառը։ Բայց հիմա եկել ես ասում ես, կաթողիկոսն ու Արշակ Սրբազանը թշնամիներ են։ Կաթողիկոսի մասին ինչքան վատ բան կա Արշակ Սրբազանն ասե, Արշակ Սրբազանի մասին ինչքան վատ բան կա կաթողիկոսն ասե, Արշակ Սրբազանի տեսանյութերը կաթողիկոսն է տարածում։ Դրանք իրար թշնամիներ են, բայց իրար պաշտպանում են դու։ Ջախո դու գեժ չես արա։ Դու ես գեժ, դե մեզ ես գեժի տեղ դրե։ Այն դեպքում երբ որ բոլորն էլ գիտեն, թե մեկը մյուսի հանդեպ ինչ զգացմունքներ են տածում։ Ինչ։ Ատելություն։ Ինչի։ Դե ասում ես Պետրոս, ասում եմ Արշակ Սրբազանը կաթողիկոսի դեմ իրար նկատմամբ ատելության զգացողություններ են տածում։ Բայց քանի որ կաթողիկոսը պաշտպանում Արշակ Սրբազանին, մենք դառել ենք տիրադավ, գնացել դառել ենք Նիկոլակ։ Նիկոլի նկատմամբ սեր ենք տածում։ Կաթողիկոսի նկատմամբ ատելություն, որովհետև դրանք ատելություն են տարածում, բայց իրար պաշտպանում են։ Արշակ Սրբազանն ասում է ես ճանաչում եմ վեհափառին, իմ հոգևոր հորը, նա ասում է որ հանիրավի չի հաստատվել տեսանյութի իսկությունը, ոչ մի բոլոր տված եզրակացությունները ընդամենը քննչականին են, այն նույն քննչականի, որը ձերբակալել է Բագրատ Սրբազանին, այն նույն քննչականի, որը ձերբակալել է Միքայել Սրբազանին, այն նույն քննչականի, որը ձերբակալել է Մկրտիչ Սրբազանին, դրանք վստահություն չունեն, ոչ մի ուրիշ ապացույց չկա, Արշակ Սրբազանը հերքում է, փաստաբանը հերքում է, ատելությամբ են նրանք լցված, իսկ ինքը սիրով Արազգուշ էլի է, ընես կսիրեն քեզի։ Իսկ հիմա որ ասեն իսկ դուք ո՞նց կարաք հիմնավորեք, որ դա կաթողիկոսն է տարածել։ Ցանկացած հոգևորական այդ մասին փայլուն գիտի։ Կաթողիկոսի մասին ես մի անգամ էլ եմ ասել, ամենավատ նյութերը իր կին երեխա ունենալու մասին նյութերը հենց Արշակ Սրբազանի միջոցով է հրապարակվել։ Հենց այդպես, այո։ Գուցե սա էլ սկանդալ է, չնայած բոլորն էլ գիտեն, այն թերթը որը հրապարակել է կարող է չգիտեն։
Պետրոս, քեզ մի խորհուրդ տամ։ Տենեմ ես Նիկոլը ինչ օրնակցե։ Ասենք մինչև այս ամեն ինչը կարգին հեղինակություն ա ունեցել այդ հալին։ Պետք է ասում ես թեմի առաջնորդայել է, համայնքի ղեկավարները, ժողովուրդը ընդունել են, հարգել են բանը, շատ բաներ չենք իմացել, չէ՞։ Տեսել է մի շաբաթվա մեջ, մի ամսվա մեջ, տեսել է ինչ որ Պետրոս սրան նայի քեզ խղճա։ Դու հանկարծ չմտածես, որ քո վիճակը սրա վիճակից լավ է։ Այդ 2 կոպեկին աշկ մի դիր, դու բարգավաճիցել ես կարում փող աշխատես, դու ամեն տեղից է փող աշխատել ես։ Նամուս աբուրդ հավաքի ես, այդ մեղք ես, թող գնաս, սրանից բետար վիճակի մեջ է դու ես հայտնվելու Պետրոս։ Սրան նայի քեզ խղճա։ Դες ես իմ կողմից քեզ ասի։ Մնացած դու գիտես։ Ճիշտ է, դուք հավատում եք, որ նա նաև բանա մարիխուանա բաժանել։ Ես ոչ թե հավատում եմ, ես համոզված եմ, չգիտեմ բաժանելու մասին, բայց այն դեպքով, որ քրեական գործ է հարուցվել, դա Այսինքն հայտնի է։ Անշուշտ հայտնի է, դա չեմ վիճարկում դա։ Ու առհասարակ այդ տեսակ երևույթ իր հետ կապված չեմ վիճարկի։ Լսի, այդ մարիխուանան, որ ասի քեզ էլ են բաժանել դրանից, թե դու քո ցանկատարածությունները, սեփական պլանտացիաները ունես, հələ դու ծիծաղում ես, հələ։ Լսի, դու հասկանում ես հիմա ինչ աստիճանի ստորություն ես անում։ Այսինքն Արշակ Սրբազանը հանիրավի մեղադրանքով հիմա գտնվում է բանտում, այսինքն քեզ հակադարձելու, քեզ կոնկրետ հակադարձելու հնարավորություն չունի, որովհետև բանտում է, դու եկել ես նստել ես հանրային հեռուստաընկերությունում ու ակնհայտ զրպարտում ես անազատության մեջ գտնվող Սրբազան հորը։ Դու, ասենք, դրա սրիկայության աստիճանը հասկանում ես, գիտակցում ես, թե դու ինչ ես անում։ Արա դու քրիստոնյա ես, քրիստոնյանը տես բան չի կարող անի։ Լավ, եթե եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, նա տեսնում է ինչ-որ Դա էլ է, չէ՞, սահմանադրությամբ արգելված։ Եկեղեցին այդ իրավունք ունի, թե ոչ։ Որովհետև երբ որ պետությունը որևէ հարցի վերաբերյալ խոսում է, ասում են անկախ մարմիններ են։ Եթե անկախ են, ուրեմն երկուսը միմյանց պիտի հարգեն երկուստեք, այդպես չի։ Չէ, այդպես չի։ Այդպես չի։ Եկեղեցին հասարակական հարաբերությունների ինստիտուտ է, եւ եկեղեցին կարա ոչ միայն կարա, այլ պարտավոր է հասարակական տարբեր հարաբերությունների վերաբերյալ կարծիք հայտնի, հոգեվորականները կարծիք հայտնեն, բայց հոգեվորականները մտավորական մարդիկ են։ Նրանք ինչի պիտի կարծի։ Արգելված է եկեղեցու միջամտությունը պետության գործերին։ Ասենք, ոնց բացատրեմ էլի քեզ, այ օրինակ դրա համար եմ էլ ասում Պետրոս, էսի կարողա չհասկանա։ Բենթլին կանչածելներ, հիմա կհասկանանք։ Հիմա պատկերացրու դու ոչ թե Opel ես, այլ Bentley ես, օֆշորներում ընկերություններ ես հիմնե, բիզնեսներ ես անում, սեփականություն ես առել, ասենք կաֆեներ ունես, բան ունես, ասենք թե ենթադրենք Աբրահամն ես, հեկ ունես։ Չէ, ասենք հյուրանոց ունես, հարսանյաց սրա։ Պետությունը այդ քո բիզնեսներին, բիզնեսով զբաղվելու գործերին միջամտելու իրավունք չունի։ Բայց բիզնեսմենը կարա նաև քաղաքական կարծիք արտահայտի։ Հիմա այտենց գրեհիկ, որտեվ քանի որ դու գրեհիկ եք, ձեզ գրեհիկ բաների վրա են բացատրում։ Բայց եթե դուք հոգևորական լինեիք, դուք ոչ միայն հասարակական հարաբերություններին պիտի կարծի այդ պարտավոր է, բայց այսինքն քո համար մեկ է հիմա ամարասը պղծվում է թե չէ։ Քո համար մեկ է գանձասարը պղծվում է թե չէ, Ղազանչեցոցը պղծվում է, Դադիվանգը պղծվում է։ Մեկը, հա քո։ Դե որ այն Արցախի թեմի առաջնորդ կոչվածի համար ծեր տիրադավներից է, մեկ էլի կարող է քո համար, բայց դի մեկ չլինի, չէ։ Բայց չպետք է ասես, վարչապետ, դու եկար մեր երկիրը ղեկավարելու, մեզ ուրիշ բան խոստացար, ուրիշ բան արեց, իրավունք չունես ասես։ Պարզ բաներ չես հասկանում դու փաստորեն։ Բայց որ պետությունը եկեղեցուց պիտի տարանջատ լինի։ Ինչես գնացել վարչապետի հետ։ Վարչապետի պաշտոն ես եկնում ամենաբարձր քաղաքական պաշտոն։ Դու գնացել ես ամենաբարձր քաղաքական պաշտոն զբաղեցնողի հետ։
Քաղաքականությամբ ես զբաղվում, քո ես եկեղեցու դեմ, ասում ես, եկեղեցին ինչ պետք է քաղաքականությամբ զբաղվի։ Դու ես չէ՞ այդ խելքին, Պետրոս։ Չնայած քեզնից մոր գլուխ չի անում։ Մեկ ես անում, մեկ ես Սալավիովի ասածին ինչի չեն պատասխանում։ Մնացել էր քո ասածներին պատասխանեն, էլի։ Արա Պետրոս, դու նկատել ես Սալավիովը մի բան ասում, Հայաստանում սա դրա մասին իմանա։ Դու ես կանառավիցիլիկուն խոսում ես Ռուսաստան քեզի շանտեղ տնող չկա։ Արա բամեր Սալավիովն էլ դու ես։ Անես բաներ ասա, որ ռուսները խառնվեն իրար։ Եղավ սրանից հետո։ Ձեզ էլ հիմա ասում են, որ բաժանում եք, եկեղեցին կործանում եք, հարցակվել եք եկեղեցու վրա։ Ես, ինչպես, երբ որ բարձրաձայնել եմ, որ պետք է դիրքորոշում հայտնենք, որպեսզի խայտարակ չլինենք, խոսքը սկանդալի մասին է, բամբասանքի մասին չի նորից կրկնում, սկանդալ։ Շատ տարբեր է բամբասանքը, շատ տարբեր է սկանդալը։ Չես կարող սկանդալը կոծկել։ Լսի, այս սկանդալը հենց դու ես տեղով։ Եկեղեցում հարցեր ունես, քո եկեղեցու հարցերի պարզաբանման տեղը պիտի բարձրագույն հոգևոր խորհրդի նիստն է։ Հիմա եթե այդ նիստում դու կարծիք ես հայտնում, բայց քո կարծիքը չի ընդունում, ուրեմն պիտի այդ եկեղեցի թողնես, հələ սետա զգնես Նիկոլի ոտերը։ Էնել այն ժամանակ, երբ որ Նիկոլը Ալաշուկյուր Փաշազադեի հայտարարությունը լսե, որ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին տարածաշրջանի անվտանգության համար սպառնալիք է, մայիսի 22-ին լսելա, մայիսի 29-ից հարձակվել է եկեղեցու վրա։ Հենց այդ ժամանակ դու եկեղեցու ներսու հարցերի քննարկումը քո սրտով չի, մի անգամից Նիկոլի մոտ։ Պետրոսն էլ ասում է, քանդում է, բա տենց են քանդում եկեղեցին։ Բայց գիտես ո՞նց են քանդում։ Տեսեք, բայց դուք ծանր մեղադրանքներ եք ասում Սրբազան։ Ձեր հայտարարության մեջ վերջի համակարգող ժողովի ասում եք, որ հակապետական եւ ապազգային գործունեություն։ Կներեք, օտար շահ սպասարկել ինչպես կբնորոշեք։ Բնորոշեք, ես էլ ուրիշ կերպ ձևակերպեմ։ Կամ ընդդիմության ձեռքին գործիք դառնալը ինչպես կբնորոշ։ Չեք տեսնում, ամբողջ ընդդիմությունը լծվել է այսօր եկեղեցու պաշտպանության գործին։ Այսինքն եկեղեցուն պաշտպանելը վատ բան է, ասում տենում ես, Պետրոս։ Մենք ասում 10 դիրադավներով հելել ենք մեր եկեղեցու դեմ, ընդդիմությունը լծվել է եկեղեցուն պաշտպանելու գող։ Հայ ժողովուրդ քրիստոնյա հայությունը հելել են իրանք եկեղեցին պաշտպանում են, երբ որ իրանք ներսից ուզում են եկեղեցին քանդեն, այնել նա ասում է ինչի։ Օտարի շահը սպասարկելով։ Դրանից էլ явնի բան Պետրոս ջան, Ալաշուկյուր Փաշազադեն իր հայտարարությունն արած, Ալիև իր հայտարարությունը Թուրքիայում այն գլխից հայ առաքելական եկեղեցին համար սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Հիմա սրանք օտարի շահը սպասարկելով դուրս են եկեղեցու դեմ պայքար ասում են։ Ընդդիմությունը տեսնում ամբողջ ընդդիմությունը միավորվել են պաշտպանում են եկեղեցու։ Կներեք, իրենք կաթողիկոսի հանդեպ այդպիսի վերաբերմունք ունեն։ Հələ կաթողիկոսը կամ մյուսների, կամ առհասարակ եկեղեցիներից հետաքրքիր հայտնի կգզեն նրան։ Դե ինչի կներեք, մեր դիրքորոշումը հարցերի վերաբերյալ լրիվ կանոնական դաշտում իրենք ինչ են հասկանում։ Այնքան են քաղաքականացել, որ քաղաքական գործիչներն են որոշում ինչ պիտի անեին, ես ումը պիտի բարև տայի, ումը ոչ։ Կներեք, ես հանգամանք ունեմ։ Եկեղեցին համայն հայությանն է, կաթողիկոսն էլ ամենայն հայոց է։ Դե եթե ամենայն հայոց ես, չես կարող դու։ Մի րոպե, նա ոնց որ ահագին բաներ գիտես դու։ Բա որ կաթողիկոսը ամենայն հայոցը, այսինքն ամենայն ամբողջ աշխարհի հայության կաթողիկոսն է։ Դուք 10 հոգով 10 միլիոն մարդու փոխարեն որոշում եք կայացնում, այն էլ դու, որ ասկի մի կես մարդու տեղ չես անցնում։ Դու հիմա ելել ես ամենայն հայոց կաթողիկոսին մի հոգով որոշում ես, կաթողիկոսը լի թե չէ։ Կաթողիկոսը ինչքան պիտի պաշտոնավարի, Աստված է որոշում։ Որովհետև կաթողիկոսը ընտրվել է ոչ հայության կողմից, օծում է ստացել եկեղեցու կանոնով, Սուրբ Հոգու վկայությամբ։ Եվ Աստված պիտի որոշի, թե նա ինչքան պիտի պաշտոնավարի։ Աստված դու ես։
թե բանն է, այն Դուրգայանի աղբերն է։ Այլ կարող է Տավրոսն է, Թալինի քաղաքապետ։ Աստվածները դուք եք, որ որոշեք, թե Նիկոլն է։ Հա, Նիկոլ կարող է ձեր Աստվածն է։ Հա, այսի ուրիշ կերոնա փաստորեն Պետրոս, դրա համար է խաչը անել է վրից։ Սրանց է ուրիշ կը, դու էլ ես սրանցը։ Ատե դու խոմար մեկը вообще քրիստոնեություն կլինի, մահվան խոսք կլինի, կյանքի խոսք կլինի, այս ինչի խոսքը կլինի։ Դու ես քո սիգարնա, քո վիսկինա, քո ղազախական ցորենա, քո փողերն են, կերխամի քեֆարա շարունակ։ Շատ պետք է տա 25 րոպե այլ կնաս 10-ից խոզածնես խայտարակալում ջանդամելի։ Գլիկ է դա դու էլի շարունակես քո գործերով։ Դուք ինչի եք իշխանության հետ համատեղանում։ Ինչու դուք ձեր 10 հոգով չեք անում, ինչ անում եք։ Կներեք, բայց այս պետությունը պատասխանատվություն կրում է եկեղեցու վիճակի համար։ Ասում են չէ, գործ չունի, իրավունք չունի։ Ինչ ուզի կանի։ Լավ իմ իրավունքով պիտի պաշտպանի։ Հիմա ես կանոնական դաշտում հարց եմ բարձրացրել, այն մեխանիզմը, որ պիտի աշխատեր, չի աշխատում, եւ իմ հանդեպ պարզապես կիրառում են ռեպրեսիայի մեքենան, իմ իրավունքը։ Մի րոպե, քեզ ինչ իրավունք։ Քեզ ինչ իրավունք։ Դու եկեղեցու ծառայող ես։ Հիմա եթե դու եկեղեցում ծառայում ես, քո ծառայողական պարտականությունները թերանում ես կատարելու, սխալ տեսակետ ես հայտնում, դավաճանում ես։ Ինչ պետությունը չի քեզ պիտի, ինչ կապ ունես դու պետության հետ։ Պետության ես ուզում, ինչ ես գնացել է թեմի առաջնորդ։ Հելի գնա դառի մարզպետ։ Արարատի մարզպետ։ Ինչ ռազից հետո ոչ թե դու կռազնել էր մարզպետ, այլ օպելը թողել էր մարզպետ։ Գնայր էր մարզպետ։ Հիմա որ դու մարզպետ ելնեիր, ու վարչապետի հետ տարակարծություն ունեն, այսինքն դու մի հատ առաջարկ աներ, այս կառավարության նիստում հարց քննարկվի, հələ մի հատ պատկերացրու էլի Պետրոս, հələ մի հատ երևակայությունը խոտ դու, կուշտես, ուղեղդ աշխատում է։ Մատել երևակայությունը խոտ դու, կառավարության նիստին մի հատ մարզպետ հակադրվում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հետո այդ մարզպետը ինչ հանում Պետրոս։ Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը այդ մարզպետին հանում էր։ Օրինակ Շիրակի մարզպետ, չէ, վերցել են համարցակվել էին մի դպրոցում, մի հատ դասասենյակ, ոչ թե ամբողջ դպրոց, մի հատ դասասենյակ անվանակոչել էին իրենց գյուղից գեներալի հետ, ով որ Արցախյան հասկացանք, պատերազմի մասնակից գեներալի անով ընչեք, մարզպետը փորձեց արդարանալ, մի շաբաթ հետո այդ մարզպետին հանին։ Բա կար այն Վայոց ձորի մարզպետ կար, բայց Կոլյա կար, արա ափսոսել էր, տգետների դպրոցին 2 սեանսի մասնակցել է Պետրոս, 2 սեանսի։ Այդտենց գիտելիքներով լեզ հանե շպրտել են, իսկի հետքը չկա, իսկի չես իմանում, Կոլյան ուր է։ Կոլյան չկա։ Բայց Կոլյայի իրավունքներով ով պիտի զբաղվի։ Բա որ դու հակադրվում ես վեհափառին, հոգևոր խորհրդին, եկեղեցու կարգին կանոնին։ Բայց քեզ ինչ պիտի անեն։ Պիտի հանեն, շպրտեն, չէ։ Հələ մի բան էլ ուշացրել են, հələ մի հատ կարգալույց պիտի անեն։ Հենա դու ինքդ քեզ կարգալույց ես արել, իսկի խաչ չես ուզում կրես։ Չագուչ կախի վազից է, չագուչ, պողպատե մանդատ։ Պիտի պաշտպանվի, թե չէ, այս եկեղեցին, որ արդարադատության նախարարությունում կանոնադրություն է վավերացրել, այդ կանոնադրության մեջ կան կետեր, որ մեր իրավունքները պիտի հարգվեն, որ եկեղեցին չպիտի սպառնալիք ներկայացնի ազգային անվտանգության համար, կան թե չկան այդ կանոնադրության մեջ։ Այդ եկեղեցին է, հա, սպառնալիք ներկայացնում ազգային անվտանգությանը։ Հələ դες ինչեր է խոսում Պետրոս։ Լսի, ազգային անվտանգության սպառնալիքները նկարագրված են 2020 թվականին հաստատված ազգային անվտանգության ռազմավարությամբ։ Ընդ եկեղեցին չի նշված որպես անվտանգության սպառնալիք։ Ընդ Ադրբեջանն է նշված որպես Հայաստանի անվտանգության սպառնալիք։ Հիմա դու անվտանգության սպառնալիք ես չեզոքացնում։ Այ եկեղեցին գիտես որ երկրի անվտանգության սպառնալիքն է Ադրբեջանի։ Դրա համար էլ հիմա չեզոքացնում ես, հա։ Չոփոլի։ Շնորհակալություն։ Կհանդիպենք, տեսություն։